Այս նկարում նա երջանիկ տեսք ունի։ Ես ուզում եմ, որ մարդիկ իմ Դավիթիս այսպես հիշեն։ Երբ ծնվեցիք, ինքս ինձ խոստացել էի, որ ամեն ինչ անելու եմ, որ չգնաք իմ ճանապարհով։ Քեզ չկարողացա այդ բան։ Բայց Դավիթս ճիշտ ընտրություն կատարեց։ Մտածում էի, որ հիմա ապահով է ու հեռու վտանգներից։ Բայց տես, ինչ եղավ։ Եթե հնարավորություն ունենայի, առանց մտածելու, հենց հիմա աղբորս հետ տեղերով կփոխվեի։ Ես գիտեմ, բայց կյանքը մեզ հնարավորություն չի տալիս։ Գնա ռաս, ամեն ինչ թող ու կյանքը զրոյից կառուցիր։ Բայց արդեն առանց ինձ։ Ես քեզ մենակ չեմ թողելու։ Ու ես հպարտ եմ, որ քո տղեն եմ։ Ով արդեն Երևանում ես։ Լավ, դու մնա այդտեղ, գալիս եմ հետևից։ Դուք 5 րոպե ունեք։ Սերգո, ես ուզում եմ, որ աղջիկս 24 ժամ հասկողության տակ լինի, հասկանում ես։ Զբաղվես եմ, երիշն տղեկը։ Ես մերոնցից էլ ոչ մեկին չեմ վստահում, Սերգո։ Ավոն չէր կարա Վիգենից մեր քթի տակից փախցաներ։ Իրան հաստատ ինչ-որ մեկը ինվորմացիա է տվել, այդ ինվորմացիան տվել է մերոնցից ինչ-որ մեկը։ Ճիշտ է ասում Սեմը, մենք էլ ոչ մեկի չենք կարող վստահել։ Արմանը կզբաղվի Սոնայի անվտանգությամբ։ Ինքը նոր մարդ է, երկար ժամանակ Հայաստանում չի եղել։ Դաշը չգիտի ով է այս քաղաքում։
Հա, նոր մարդ է։ Բայց մենք իրան չենք հասցրել նորմալ ճանաչենք, Սերգո։ Սեմ, այս պայնը կամենահարմար տարբերակն է, հավաքը ինձ։ Լավ։ Գործ կա քո համար։ Ինչ է պետք անում։ Կանի սոնան հիվանդանոցում է։ Ես ուզում եմ, որ դու 24 ժամ ստվերի նման իրա կողքը լինես։ Սերգոյս ախրանիկ չեմ։ Խոսքը մեր ընտանիքի անդամի անվտանգության մասին է։ Իմ կյանքը քեզ է վստահում։ Այս այդ ամեն ինչը հասկանում եմ, բայց այդ նույն բանը կարա Եղիշանի կամ քո տղրկից ցանկացած մեկը։ Ես Եղիշի տերն էլ գիտեմ, մյուսներին էլ։ Բայց ես ուզում եմ, որ դու այդ անես։ Այս պահին մեր ընտանիքի համար չկա ավելի կարևոր բան, քան Սոնայի պաշտպանությունը։ Դու խելացի տղա ես ու հասկանում ես, որ ես քո համար լավ շանս է ապացուցելու քո արժեքը կազոնյանների համար։ Կանեմ ինչ պետք է Սոնան ապահով ձեռքերում կլինի։ Ուրախ եմ, որ տենց ես մտածում։ Բայց եթե իր գլխից մաս պակասեց, դու դիակ ես։ Որտեղ ես դու Արման։ Քո հետ ամեն ինչ նորմալ է, Արման։ Կապի դուրս չէիր գալիս, սկսեցի անհանգստանալ։ Իմ կարգավիճակը փոխվել է։ Ու ոնց դա հասկանամ։ Սոնայի անվտանգությունն ու ապահովությունը Սերգոն ինձ ավստահելիս դա նշանակում է, որ ես հեռու եմ լինելու Կազումյաններից ու ինֆորմացիայի աղբյուրից։ Պետք է մի բան մտածել ինձ փոխարինել, որովհետև ես այստեղ անիմաստ ժամանակ եմ վատնում։ Համբերի Արման, այս հարցում պետք չի շտապել։ Միգուցե սա լավ հնարավորություն է այդ ընտանիքում վստահություն ձեռք բերելու համար։ Պարոն գնդապետ, ես Կազումյանների ընտանիք չեմ ներդրվել հիվանդանոցում թիկնապահ աշխատելու համար ես ներդրել։ Արման։ Արման, ինչ եղավ։ Արման։
Սոնան։ Ինչ-որ խնդիր այլ, հել։ Չգիտեմ խնդիրը թե չէ, բայց Սոնան մի քանի րոպեով աչքերը բացեց։ Բիշկ։ Դա հնարավոր չի։ Սոնան ուժեղ ներգործության հանգստացնողների ազդեցության տակ է։ Ոնց հնարավոր չի, ես իմ աչքերով եմ տեսել բիշկ։ Ու ինչքան է դա տևել։ Մի քանի վայրկյան։ Պարոն գնդապետ, Ունայի գնում ասացի գամ տեսնեմ ձեզ մոտ ինչ վիճակ է։ ամեն ինչ նորմալ է, առանց միջադեպերի։ Հանգստությունը կարող ապուսիկ լինի։ Որքա պատրաստ են ցանկացած հնարավոր միջադեպի։ Մենք պատրաստ ենք։ Տղաները դրսում են, եթե կարիք լինի։ Ըստ ամենայնի աչքերի ռեֆլեկտոր ռեակցիայի հետ գործ ունենք։ Այդպես պատահում է։ Դա դեղերի կողմնակի ազդեցության հետևանք է։ Իսկ Սոնան կարող էր ինձ լսել։ Ձեր հարցի իմաստը չհասկացա։ Նկատի ունեմ, եթե նորից աչքերը բացի խոսամ, գիտակցության գա։ Չէ, դրա կարիքը չկա, Սոնան կոմայի մեջ չի։ Նա ուժեղ քնաբերի ազդեցության տակ է։ Եթե նման բան կրկնվի, կանչեք բուժքրոջը, նա դեղի չափաբաժինը կավելացնի։ Հասկացա ձեզ։ Ով է ներսում։ Սոնայի անձնական տիկնապանն է։ Կազումյանները գլխավոր բժշկից թույլատվություն են ստացել, որ Սոնայի պալատում մնա։ Փաստորեն կասկածում են, որ կարող է մահապորցը կրկնվի։ Նրանցից ոչ մի բան բացառել չի կարելի, պարոն գնդապետ։ Լավ, ես գնում եմ, կապվի ինձ հետ, եթե իրավիճակը փոխվի։ Ու ժամը կապ չունի։ Լսում եմ։ Առաջի օրվանից գոռում եմ, որ աղբերս Կազումյանների մոտ է, բայց ինձ լսող չկա։ Կուրս եմ ամեն ինչից։ Իկետ սաղորեց թեմաներով խոսում ենք։ Ստենդի սաղ գիտեն, Ռաշջան, ես սերանց գիտեմ։ Բայց Վիկը ասում էր, որ արվել են քայլեր։ Դրանք կիսակ հայլեր են եղել հովո։ Պետք էր ավելի շատ սխմել։ Պետք էր դրանց հետ ավելի կոշտ լինել ու հիմա աղբերս մեր կողքը գներ։ Դու ճիշտ ես, բայց Սեմի տղեն չկա։ Իրանք իրանցը ստացել են։ Չկա տենց բան։ Կազումյանները աղբորս համար պիտի 10 պատիկ վճարեն։ Պետք էր այդ Վիգենին էլ սատկացնել, ոչ թե բաց թողել, որ գնա։ Այդ թուլեն աչքերից մեջ նայելով խաբում էր ինձ աղբեր։ Հիմա էլ ոչի բան չենք կարող անենք, Ռազ։ Հա, աղբորս հետ չենք կարա բերենք։ Բայց Կազումյանների դժոխքը նոր է սկսում։ Այդ ես եմ քեզ խոստանում։ Ու այս անգամ ինձ ոչ մեկ չի կարա կանգնացնի։ Ու դու ինձ կօգնես հովը։ Ես դրա համար եմ ստեղ։ Չէ, գնամ ներքև կոֆե խմեմ, ծխեմ եք չհանգստան։ Հա, գնա, հանգիստ գնա, ես ներսում կլինեմ։ Բժիշկը ասաց Սոնայի մոտ ինչքան քիչ մարդ են, այդքան լավ իր համար ստեղ սպասի։
Այսօր Ավոն ինձ շատ պարզ հասկացրեց, որ Գևորգի սպանությունը իր վրեժի մի մասն է ընդամենը, որ սրանով ոչ թե ամեն ինչ վերջանում է, այլ նոր է սկսում միայն։ Ավոն, կարասի ինչ ուզում է։ Ռեալ իշխանությունը այսօր մեր ձեռն է։ Քո ինֆորմացիան հնացած է, Սերգո։ Մեր ենթական մարդկանց կեսից ավելին արդեն գնացելու Ավոյին հավատարմության երթում են տվել։ Իսկ այն մնացած փոքր մասն էլ այդ կանի վաղը, չկասկածես։ Դու եթե դաժե սաղ գնան ու պարկեն Ավոյի տակ, մեկը մենք կարանք հետները կռիվ տանք, որովհետև ջահելությունը մեր ձեռի տակ է, էդ է ռեալ ուժը։ Բայց ոչ ես պարագայում, Սերգո։ Դու այսօր վերահսկում ես փողոցը, որովհետև իրանք վաճառում են քո նարկոտիկը ու հարստանում։ Իսկ երբ որ այդ հոսքը կտրվեց, իրանք առաջինն են դուրս գալու մեր դեմ։ Բայց ինչի պետք է կտրվի, որ։ Որովհետև Ավոն էդ կանի, իսկ նա էդ կանի, չկասկածես։ Մեր սաղոթերը կփակեն, եղած ռեսուրսները կքամեն, հետո կվերացնեն։ Բա հիմա ինչ ես առաջարկում, Սեմ։ Մենք էլ գնանք պարկենք Ավոյի տակ։ Չէ։ Մի ելք կա։ Ոչ մի գառանձա չկա կաշխատի թե չէ։ Բայց մենք հիմա ուրիշ տարբերակ չունենք։ Որն է այդ ելքը։ Խոսքը Ինչ եք խոսում դուք։ Դուք գոնե ձեզ կողքից լսում եք։ Աղբորը սպանել են։ Ու մենք հստակ գիտենք ով է սպանել։ Սեպտեմբերի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Էլիկ Կարապետյանի երկար սպասված մենահամերգը։ Ձեր բոլորի կողմից շատ սիրված հին ու նոր երգերի կատարմամբ։ Կենթանի հնչեղություն, գեղեցիկ կատարումներ, անմոռանալի երեկո։ Շտապեք ամրագրել ձեր տոմսերը հենց հիմա այցելելով arm.com։ Հանդիպում ենք սեպտեմբերի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում ևս մեկ անմոռանալի հայկական երեկո անցկացնելու համար։ Մի վստահեք ձեր Lemon Law-ի գործը ցանկացած փաստաբանի։ Վստահեք Lemon Law-ի մասնագետին։ Հարութ Թերզյանը Red Rock Law-ի իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկերն է, որը մասնագիտացած է բացառապես Կալիֆոռնիայի Lemon Law-ի գործերով։ Ավտոարտադրողներն ունեն իրենց շահերը պաշտպանող փաստաբաններ։ Դուք ևս պետք է ունենաք։ Հարութ Թերզյանը վարել է ավելի քան 4000 Lemon Law-ի գործ, պայքարում է ավտոարտադրողների դեմ, իր հաճախորդների համար հնարավորինս մեծ փոխհատուցում ստանալու նպատակով։ Զանգահարեք Red Rock Law այսօր անվճար խորհրդատվության համար։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկ էլ հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ, Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վնյուրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք։ Զանգահարեք հիմա 818 418
5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentalux։ Ուղղակի հրաշք կատարնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentalux գերարդիական կլինիկա 818 418 5555 Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Ու հիմա փոխանակ քննարկենք, թե ոնց ենք աղբորս վրեժը առնելու։ Դուք բիզնեսի մասին եք մտածում։ Դու ճիշտ ես, Վիգեն։ Բայց մեր ցավը հիմա ինչքան էլ մեծ է, վրեժի մասին մենք առժամանակ պիտի մոռանանք։ Որովհետև բիզնեսն ավելի կարևոր է, քան թե գևի կյանքը, չէ՞։ Չէ, որովհետև ավոն քեզ կսպանի։ Դու մեղքի զգացում չունես, ման։ Դու հասկանում ես, որ գևին քո պատճառով են սպանել։ Վիգեն։ Քո հարազատ տղուն սպանել են նրա համար, որովհետև դու հրամայել էիր, որ խփեին Դավիթին։ Հա։ Խոսա։ Ասա մի բան։ Ասա, որ ափսոսում ես։ Ասա, որ այս անգամ դու սխալ էիր։ Խոսա! Վիգեն, հանգստացի։ Հանգստացի դուրս արես։ Ձեռս թող։ Ես չգիտեմ դուք ինչ որոշում կկայացնեք, բայց ես չեմ հանգստանա, մինչև ավոյին ու ռազին մեռած չտենամ։ Ես մեծ սխալ եմ գործել։ Ու իմ անզգուշության պատճառով օպերացիան հիմա վտանգի տակ է։ Հիմա գնալու է տակ գլխով մի բան անի ու էլի փորձանքի գա։ Բայց այս անգամ ես իրան ավոյի ձեռից էլ չեմ կարա փրկել։ Ոչ մի բան էլ չի անի, ինքը խելացի է։ Մեկ դու ես խելացի, մեկ էլ Վիգենը։ Այս ամեն ինչի պատասխանատուն ու մեղավորը Վիգենն է, որ առանց մտածելու քայլեր արեց։ Հետո դու, որ ինքնագլուխ որոշեցիր ավոյի տղուն սպանես ու արդյունքում մենք մեր տղուն կորցրինք։ Դու էլ սուրբ չես, Սեմ։ Քո ձեռքերն էլ ամբողջության պարյան մեջ են։ Բայց ես քեզ չեմ մեղադրում։ Էս այն կյանքի գինը, որ մենք ընտրել ենք։ Ու հիմա վճարում ենք։ Դու մեղադրում ես ինձ, մեղադրում ես Վիգենին։ Բայց դու ես այս ընտանիքի ղեկին կանգնած։ Անեիր ունես, որ այս ամեն ինչը չլիներ։ Այս ամեն ինչից հետո դու համարձակվում ես ինձ մեղադրել, Սաթե։ Ավոյի տղուն սպանելու հրամանը ես չեմ տվել։ Հիմա դրա ժամանակը չի, Սեմ։ Ընտանիքը լուրջ պրոբլեմների առաջ է կանգնած։ Ու հիմա պետք է լուծումներ գտնել, ոչ թե իրար մեղադրել։ Ես իմ մեղքը գիտակցել եմ։ Բայց առնվազն ազնիվ չի։ Ինձ մեղադրել իմ սեփական երեխու մահվան մեջ։ Դու գիտես ես ինչ կապված էի Գևին։ Ու այն դատարկությունը, որ հիմա կա իմ մեջ էլ չի լցվելու։ Ինչ պլանի մասին էիր խոսում, Սեմ։ Ասա հասկանանք, քննարկենք։
Ես հիմա Սոնայիս եմ ուզում տեսնել։ Հետո կխոսանք։ Սերգո, Վիգենի կողքին եղի, մի հիմար բան չանի։ Սատեն։ Հիմա բոլորիս համար են ծանր ժամանակներ են Սատեն։ Առավելապես քո ու Սեմի։ Դուք իրավունք չունեք իրար դեմ դուրս գալու։ Դա մեզ կոչնչացնի։ Սեմը ուժեղ տղա է, բայց առանց քեզ կկոտրվի։ Ես այդ ամենը գիտակցում եմ։ Եվ կանեմ ամեն ինչ, որ չկործանվի ես ընտանիք։ Եթե ձենա, ինչ ես ուզում էի քեզանից լսեի։ Ստեղ մտածելու բան չկա, Արման։ Ես քեզ խաղից դուրս եմ հանում ու հենց հիմա։ Դու ասում ես պետք չի շտապել։ Բայց մինչ այդ Սոնան չէր լսել քո հեռախոսային խոսակցությունը, որ դու ներդրված ոստիկան ես։ Ճիշտ ասում եմ, որևէ նշանակություն չունի, որ Սոնայի աչքերը բաց են, նախորը քնած էր ու ոչինչ չէր կարող լսել։ Դա ընդհանրապես ենթադրություն է, Արման։ Ու եթե կա մի տոկոս հավանականություն, որ նա քեզ լսել է, ուրեմն վերջ, քո առաքելությունը ավարտվում է, եւ դա չի քննարկվում։ Պարոն գնդապետ, ես հիմա չեմ կարող ամեն ինչ թողնել ու գնալ։ Եվ պետք է մոտ եմ Կազումյանների ընտանիք մտնելուն։ Արման, քեզ կարող են սպանել, հասկանում ես, իսկ ես դա թույլ տալ չեմ կարող, մոռացի այդ մասին։ Սպասենք մինչև առավոտ։ Ու ինչ է փոխվելու մինչև այդ։ Սոնան ամբողջ գիշեր դեղերի ազդեցության տակ է լինելու։ Ու երբ արթնացավ, մենակ ես եմ նրա կողքին լինելու։ Ու եթե տեղյակ լինի ես ով եմ, ես դա կհասկանամ։ Դու կարող է չհասցնես անվտանգ հեռանալ։ Կհասցնեմ։ Դու դա չգիտես, Արման։ Դու ինձ չես վստահում։ Սա վստահության հարց չի։ Ոստիկանության հատուկ ջոկատայինները մոտերքում կլինելու, եթե իրավիճակ կա վերահսկողությունից դուրս գա, նրանք կմիջամտեն։ Ու եթե ես բացահայտվեմ, որևէ նշանակություն չունի, թե դա ինչ ձևով կլինի։ Այս հարցում ես քեզ հետ համաձայն եմ։ Ուրեմն պայմանավորվեցինք։ Արման, ես իրավունք չունեմ քեզ կորցնելու։ Հասկանում եմ։ Ես ամբողջ գիշերը ստեղ եմ լինելու։ Կապվի ինձ հետ, եթե նույնիսկ մի փոքր վտանգի նշույլ զգաս։ Շատ լավ։ Այսօր էիր։ Խանութ եմ ատե սիգարետը սր բարձր, ինչի պոստում չես։ Պոստում։ Ջոգել ես ծառայության մեջ ենք։ Դու պիտի վերևից տեղ չգնայիր։ Տղերքը վերևն են, հանգիստ տեղի։ Վիգենն է սկանչել, պիտի գնամ։ Գնա։ Ես երկու օրը ոչինչ չենք ձեռնարկում։ Մինչև ես կհողարկավորեմ Դավիթիս Սեմն իր տղուն։ Պլանը նույնն է, ոչնչացնել Կազումյաններին։ Ջենջել դրանց անունը քաղաքի քարտեզից։ Կազումյաններն այդքան հեշտ չեն հանձնվի, ավո։ Ճիշտ է, այս վերջին դեպքերից հետո մարդիկ երես են թեքել իրենցից, բայց այդ ընտանիքը բավարար ուժ ունի մեզ դիմադրելու։ Մեզ այդ չի կանգնացնելու կամու։
Սաղ ջահելությունը Վիգենի տակ է աշխատում։ Այդ Սերգոն էլ լոշ կապեր ունի քաղաքում։ Մեր ժամանակա պետք է ջահելությանը մեր կողմ քաշելու համար։ Չէ, Շախ, այս անգամ ոչ մի բանակցություն, ոչ մի ներում։ Ով մեր հետ չի մեր թշնամինա, դրանից բխող հետևանքներով։ Ես ուզում եմ, որ այս խոսքս տեղ հասցվի։ Կհասցնենք։ Լորդը չկա, Շախ, ու դու ես հիմա իրա փոխարեն։ Մեզ հիմա պետք է Կազումյանների ֆինանսական հոսքերը կտրել։ Ինֆորմացիա ունենք դրանց փողերը որտեղից է գալի։ Բաց չի։ Նարկոտիկ։ Քաղաք մտնող նարկոտրաֆիկի 80%-ը իրանց ձեռն է։ Մեկ էլ ոսկու հանքեր ունեն, բայց ոնց որ օրինական դաշտում է գտնվում։ Կապ չունի, օրինական թե անօրինական։ Դրանց պետք է զրկել ամեն ինչից։ Դա չես զգում, պա։ Նորմալ ամեն ինչ։ Այսօր ծանր օր է եղել։ Գնացեք հանգստացեք, վաղը կտենանք իրար։ Լսում եմ։ Սրբուկն առած, լսել եմ Դավիթի մասին, շատ եմ ցավում, նույնիսկ խոսքեր չեմ գտնում, որ ասեմ։ Շնորհակալ եմ շատ Սրբուկ ջան։ Մոտ արի նստի հովը։ Ես ինձ դեմից պիտի ձեր հետ գայի Հայաստան, Աբու ջան։ Իմ հնարավոր ամեն ինչ դրուժ զվններ։ Արդեն ուշ է ինչ-որ բան փոխել։ Դու միշտ հավատարիմ ես եղել ինձ ու ես այդ գնահատում եմ։ Ինչ կարամ ես քո համար անեմ, Աբու ջան։ Պահպանի ռազի կյանք։ Դաբրո։ Այսօր ավոն ու ռազը պիտի մեռնեն։